Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ Հայաստանում եւ արտերկրում։ Դուք ինձ գիտեք, ես Արամ Մկրտչյանն եմ, Արևմտյան Հայաստանի veteranների կառավարության հիմնադիրը եւ գործող վարչապետը, նաեւ համահայկական վերնախորհրդի սենատի հիմնադիր եւ համակարգողը։ Այդ ծանր պարտավորությունը ես վերցրել եմ իմ վրա, գիտակցելով, որ կգա մի պահ, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ եւ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի նոր իշխանությունները այլ աչքով կնայեն արտերկրում ապրող հայությանը եւ արտերկրում կուտակված քաղաքական իրավական պոտենցիալին։ 2000 թվականից ես խոսում եմ Սփյուռքից եւ խոսում եմ, որովհետեւ ինձ նման, ձեր նման միլիոնավոր հայեր աշխարհի տարբեր ծայրերում այլևս չեն պատրաստում հանդուրժել այս նույն վիճակը։ Մենք տարիներ շարունակ ամեն օր հեռվից հետևում ենք մեր հայրենիքի անվերջանալի ճգնաժամին, լսում ենք դատարկ եւ անպատասխանատու լոզունգներ, ականատես ենք լինում ներքին կործանարար պառակտմանը։ Ես մերժում եմ այս իրականությունը։ Մենք բոլորս միասին չենք ընդունում այս ցավալի վիճակը, որ մեր հայրենիքի ապագան վտանգված է, իսկ մենք աշխարհասփյուռ հայերս լիարժեք հնարավորություն չունենք իրավիճակը փոխելու։ Այս իրավիճակում մենք չենք կարող մնալ լռակյաց եւ մնալ դիտորդի դերում։ Մենք ընդունում ենք իրավունքի ուժի եւ ուժի իրավունքով արդարությունը վերականգնելու ճանապարհը։ Միջազգային հարաբերություններում եւ պետականակենտրոն գործում, երբ դու հրաժարվում ես քո իրավունքի ուժից, աշխարհը քեզ պարտադրում է ուժի իրավունքը։ Մենք առաջարկում ենք վերականգնելու մեր պատմական, քաղաքական եւ բարոյական իրավունքի ուժը, որպեսզի հասկանանք, թե ինչպես հասանք այս օրհասական կետին, մենք պարտավոր ենք սառը դատողությամբ առանց ավելորդ էմոցիաների վերլուծել մեր անցած պատմական ճանապարհը։ Մեր պետական հայցակարգը վերջին 3 տասնամյակում անցել է 4 հիմնական փուլ, մերժելով առաջի հանրապետության կարգավիճակը։ Այս 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարները ըստ էության մերժել են մեր ամենակարևոր իրավունքը՝ առաջի հանրապետության իրավահաջորդությունը։ Այսպիսով այս 4 փուլերը ձևավորել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ում կառավարման տարիներին մենք ունեցանք վերջի խորհրդային շրջանից հետո առաջի լրջագույն կորուստը, որտեղ պատերազմի արդյունքը այդպես էլ չկապիտալիզացվեց եւ չդարձավ հաղթանակի իրավունք։ Մենք տեսնում ենք, թե ինչպես հայկական պետական հայցակարգը Արցախի անկախության, միացման եւ պատմական իրավունքների հզոր համահայկական օրակարգից տրանսֆորմացվեց, այսինքն փոխակերպվեց բացառապես Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր տարածքի պահպանման եւ իրավական սահմանագծման նեղ կրավորական օրակարգի։ Ես տեսնում եմ, թե ինչպես Հայաստանի Հանրապետության 19 կուսակցական թիմերից, ովքեր դուրս են գալիս պայքարի, շահեկանորեն տարբերվում է միասնության թևերը։ Այս շարժումը իր քարոզարշավը եւ ամբողջական գործունեությունը կառուցում է հենց այս վերջին 5-րդ մոտեցման վրա, որը առաջարկում ենք մենք։ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը սկսվում է 1919 թվականից։ Գիտեմ, սա շատ ծանր խնդիր է, բայց մենք հույս ունենք, որ միասնության թևերը հենց իր անվամբ պայմանավորված կիրականացնի այս աշխատանքը եւ Հայաստանը որպես մեկ թև, իսկ արտերկրի հայությունը որպես երկու թև կմիանան իրան հանուն միասնական հզոր Հայաստանի։ Տեսեք, թե ինչ է կատարվում եւ ինչ է կատարվել պատմականորեն նաեւ Սփյուռքի հետ հարաբերություններում։ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունները Սփյուռքին միշտ դիտարկել են միակողմանի։ Նրանք միշտ ասել են՝ փող տվեք, բարեգործություն արեք, լոբինգ արեք հանուն մեզ։ Բայց
Նրանք երբեք թույլ չեն տվել, որ մենք Սփյուռքի ներկայացուցիչներս իրական տեր դառնանք մեր պապերի կողմից հիմնադրված երկրին։ Մեզ միշտ թողել են հյուրի կարգավիճակում, երբ պետք է եղել օգնել, հիշել են մեր մասին, եւ պետք է եղել որոշում կայացնել, մեր առջև փակել են դռները։ Սա է իմ հստակ դիրքորոշումը։ Այդ ժամանակներն արդեն անցել են։ Ես չեմ զբաղվում հերթական պրոպագանդայով։ Ես վստահ եմ, միասնության թևերը իրականացնելու են Սփյուռքի համար նախատեսված երկրորդ պալատի սենատի ծրագիրը։ Սա հեռավոր գաղափար չէ, սա նաև քո ուժն է եւ քո օրինական իրավունքն է, եթե ապրում ես արտերկրում։ Հա թե ինչու միասնության թևեր շարժումը բոլորովին նոր էջ է բացում հայոց պատմության մեջ, քաղաքական պատմության մեջ։ Մենք ներկայացնում ենք մեր առանցքային հենասյուները, որոնք ապահովելու են հենց ձեր Սփյուռքում ապրողի յուրաքանչյուր շահը, եթե միասնության թևերը մտնում է պարլամենտ եւ կարողանում է ձևավորել իշխանություն։ Իրավունքը եւ սուվերեն արտաքին քաղաքականությունը միասնության թևերի առանցքային մոտեցումներն են։ Հենց այս ուժը միասնության թևերը առաջարկում է ոչ արևմուտք, ոչ Ռուսաստան, այլ առաջարկում է պետության սուբյեկտայնացում, իրավունքի գերակայություն։ Ես հույս ունեմ, որ միասնության թևերի արտաքին քաղաքականությունը լինելու է հավասարակշռված։ Հարաբերությունները նրանք կկառուցեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բացառապես Հայաստանի պետական շահի եւ միջազգային իրավունքի դիրքերից։ Սա միակ ուղին է, երբ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար, իրավական անվտանգության ապահովելու համար արժե գնալ պայքարի հանուն հաղթանակի միասնության թևերի հետ։ Բարեգործությունից անցումը դեպի համասեփականություն։ Սփյուռքը դրամապանակ չէ։ Մենք հասկանում ենք, որ բոլորն են մտածում, բայց բարձրաձայնում են քչերը, եւ այդ քչերից մեկը իրավունքի ձևաչափով միասնության թևերն են։ Այլևս կողքից խորհուրդ տվող կամ պասիվ հետևող չենք լինելու, այլ օրենք գրող, ռազմավարություն որոշող եւ պետություն կառուցող։ Սփյուռքը պետք է ներգրավված լինի եւ մենք կարծում ենք միասնության թևերը կանի ամեն ինչ, որ իր հաղթանակից հետո Սփյուռքը դառնա երկրորդ պալատով լիարժեք իրավական գործոն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Որպեսզի այս նոր համակարգը իսկապես աշխատի հանուն պետության, երկրի ղեկին պետք է լինի մարդ, ով ոչ միայն ունի լավ կենսագրություն, այլ նաև չունի որևէ պարտք, որը բխում է նախկին իշխանությունների հետ հարաբերվելուց։ Ես վստահ եմ, որ միասնության թևերի թիկունքում չկան սվետլային օլիգարխներ, կլաններ կամ արտաքին հովանավորներ, եւ դա ցույց է տալիս նաեւ նրանց իրականացրած քարոզ արշավը։ Որոշումներ կայացնելիս ոչ ոք չի նայում, թե ով ինչ կարծիք ունի, եւ դրա համար ես վստահ եմ, որ միասնության թևերը իր հաշվետվողականությամբ, իր ժողովրդավարությամբ կարողանա ստեղծել նոր միջավայր եւ այդ նոր միջավայրը հնարավորություն կտա երկու թևերը միացնել իրար եւ Հայաստանին հանել այս կրիտիկական վիճակից։ Միասնության թևերը ապահովում է խելացի մարդկանց համար պայմաններ։ Միասնության թևերը մերժում է ագրեսիվ պառակտուն ու անցյալի ձախողումների բեռը կրող քաղաքական գործիչների հռետորաբանությունը։ Այս հռետորաբանությունը տարիներ շարունակ բոլորիս պահել է ատելության եւ թույլ մթնոլորտում։ Իմ կարծիքով Արման Թաթոյանի կերպարով հայությունը ստանում է քաղաքական նոր մշակույթ, որը կայունություն եւ հանգստություն կարող է բերել մեր երկրին։ Ես հավատում եմ տեխնոկրատների, իրավաբանների, գիտնականների, փորձագետների այս նոր սերնդին, որն ունի բացարձակ մաքուր կենսագրություն։ Այս սերունդը պարտավոր է արմատախիլ անել խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը։ Արտերկրի հայ մասնագետները պետք է առաջադրի մասնագիտական ցանցեր
և պարզեցված հայրենադարձություն, որպեսզի նրանք իրենց գիտելիքներով շենացնեն հայրենիքը, իսկ միասնության թևերի մասնակցությամբ վերջնականապես կարողանան երկիրը հանել այս վիճակից։ Սիրելի հայրենակիցներ, համատեղ քայլ անելով և համատեղ մտածելով մենք լուծում ենք խնդիրը հենց հիմա, քայլ անել և հենց հիմա լուծել, իսկ հենց հիման դա հունիսի 7-ն է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Ամեն կորցրածոր թուլացնում է մեր պետության հիմքերը։ Առաջին հերթին դիմում եմ Հայաստանում ապրող իմ եղբայրներին, քույրերին, ձեր ձայնը միասնության թևեր շարժման հաղթանիվն է։ Ձեր ձայնը տվեք միասնության թևերին, որպեսզի Սփյուռքը և Հայաստանը կարողանան միասնաբար լուծել գերխնդիրը։ Սա ընտրություն է հանուն խելացի իրավական պետության, որն իր թիկունքում ունի աշխարհի բոլոր հայերի ուժը, ինչը նշանակում է, որ ձեր ընտանիքների անվտանգությունը վերջնականապես կլինի պաշտպանված։ Եվ երկրորդ, դիմում եմ արտերկրում ապրող իմ հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայերին, վերջ տվեք պասիվ հետևողի կամ հեռվից ցավող լինելուն։ Սա մեր պատմական շանսն է դուրս գալ դիտորդի կարգավիճակից։ Սենատի կայացումը մեր իրավունքն է, մեր իրական իշխանությունը և մեր պատասխանատվությունը հայրենիքի ապագայի համար։ Ես վերջում ցանկանում եմ շեշտել. միասնության թևերը սոսկ կուսակցություն չէ, սա յուրաքանչյուր հայի իրական իշխանությունն է և երաշխիքը։ Դուրս գալու անմիջական ճգնաժամից կարող է ապահովել միասնության թևերը։ Միանանք և կառուցենք մի պետություն, որտեղ խելքն ու տաղանդը վերջապես կգնահատվեն, իսկ ընտանիքի անվտանգությունը կլինի պաշտպանված և քաղաքացու ձայնը կդառնա որոշիչ։ Սա յուրաքանչյուրի ուղիղ շահն է, յուրաքանչյուրի հզոր հայրենիքի նախապայմանը։ Մենք միասին կերտելու ենք նոր, արժանապատիվ, իրավական Հայաստան։ Կհանդիպենք հաջորդ եթերում, եթե ցանկություն կունենաք։